Բարևձեզ, այսօրվա իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար բարոն Արայիկ Հարությունյանը, որ վերջերս վարչապետի գլխավոր խորհրդական Տիգին Լիլիթ Մագունցի հետ ժամանեց Հարավային Կալիֆոռնիա եւ հատկապես Լոս Անջելես։ Բարի եկած եք բարոն Հարությունյան։ Բարևձեզ։ Ձեր այցելության հիմնական նպատակը ինչ է, կարելի է մեր հեռուստադիտողներուն հետ կիսվիգատ մասին։ Իհարկե, նախ ես ողջունում եմ ձեր հեռուստադիտողին եւ ուզում եմ ասել, որ միշտ սիրով եմ հյուրընկալում Լոս Անջելեսում։ Ձեզ էլ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Այցելության նպատակները մի քանիսն են։ Մենք նկատում ենք, որ Հարավային Կալիֆոռնիայից Լոս Անջելեսից բավական մեծ այսպես նեգատիվ ինֆորմացիա է գալիս դեպի Հայաստան, որը չի համընկնում այն իրողությունների հետ, որ կա Հայաստանում։ Եվ մենք իմ գործընկերոջ հետ ցանկացանք այցելել այստեղ, պատմելու, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում եւ ըստ էության պայքարելու այդ ապատեղեկատվության դեմ։ Սա բնորոշ չի միայն Հայաստանին կամ հայկական միջավայրին, մեդիաների զարգացման այս փուլում ապատեղեկատվությունը շատ մեծ է եւ պետք է գործում քայլեր ձեռնարկել ապատեղեկատվության դեմն առնելու համար եւ դրա լավագույն միջոցը արված աշխատանքի մասին խոսելը եւ իրողությունների մասին շատ խոսելը, որը կթույլատնի ապատեղեկատվությունը, չենք կարող ասել, որ կվերացնի, բայց կթույլատնի եւ այդ է նպատակը, որ եկել ենք եւ երկրորդ նպատակը եւ կարեւորներից մեկը, որ վերջերս Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները իր պատմական զարգացման ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա են եւ մենք հույսով ենք դեռ զարգանալու տեղ ունենք եւ վստահ ենք, որ ունենք, պատմելու դրա մասին, թե ինչ է տեղի ունենում նաեւ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Բարոն Հարությունյան, նախ եւ առաջ ողջունելի է, որ վերջապես ի վերջո այսպիսի քայլի թիմեցիք եւ ժամանեցիք Լոս Անջելես այն կարևոր նպատակների համար, որ դուք արդեն նշեցիք։ Լոս Անջելեսի մեջ պետք է ասել, որ ամերիկահայության չաղճաղիչ մեծամասնությունը այդ աղմկարար վայնասուն բարձրացնող շրջանակներին հետևորդ չեն եւ ուրախ եմ, որ ձեր ներկայությամբ արդեն ականադես կլաք եւ ես երեք ականադես եղա նաեւ այն հավաքույթին, որ իմի փերազեր մոտարապես 125-150 Լոս Անջելեսի հայեր, որոնք բավականին հետաքրքիր հարցաբնություններով հանդես եկան։ Ինչ էր ձեր երեկվա տպավորությունը այդ հանդիպման։ Նախ շատ զարմացած էի մարդաշատությամբ եւ շատ շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, որ այցելեցին այդ քննարկումը։ Տպավորություն ունեմ, որ հետաքրքրությունը շատ մեծ է զարգացումների նկատմամբ եւ հիմնական տպավորությունս այն է, որ այստեղի մեր հայրենակիցները լավ առումով մտահոգված են, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում եւ ամեն ինչ անում են իրենց կողմից, որպեսզի մեր պետականությունը եւ ինքնիշխանությունը ամրապնդվի եւ հիմնական հարցադրումը այն էր, որ Հայաստանի իշխանությունները թույլ չտան այսպես օտարերկրյա ազդեցությունների տակ գտնվող ուժերին խաթարել այն դրական գործընթացները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, թույլ չտալ, որպեսզի նրանք կասկածի տակ դնեն մեր պետականությունն ու ինքնիշխանությունը եւ նաեւ չխանգարեն խաղաղության գործընթացին, որը եւ մեր այստեղի հայրենակիցների համոզմամբ մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է եւ ըստ էության հաստատված խաղաղության
դեմ բոլոր մարտնչողներին, այսպես քաղաքական առումով ցույց տալ իրենց տեղը եւ նաեւ շատ էին կոչերը, որպեսզի պետությունը շատ ավելի խիստ միջոցներ ձեռնարկի նման տենդենսները թույլ չտալու համար։ Ինչ վերաբերում է ջախջախիչ մեծամասնությանը, ես տեսնում եմ, որ շատ մեծ ընդունելություն կա Լոս Անջելեսում։ Ես այս բոլոր օրերին քայլել եմ, զբոսնել եմ Գլենդելում եւ իհարկե ես ամեն տարի գալիս եմ, լինում է տարին 2 անգամ եմ գալիս Լոս Անջելես, բայց այնպիսի ընդունելություն, որ այս վերջին անգամ կա, զարմանալի էր, բայց չի եղել դրական առումով, փողոցում ողջունում են, խոսում են, աջակցություն են հայտնում, ողջույն են փոխանցում վարչապետին, սա շատ հաճելի է եւ կարծում եմ, որ այս տենդենսները կշարունակվի եւ դրան նպաստում է իհարկե խաղաղությունը, որ հաստատված է եւ Ամերիկացի Նահանգների հետ հարաբերությունների այս մակարդակը։ Ընդդիմությունը կամ այսպես գոչված ընդդիմությունը հաջող կբարձրացնի այնպիսի ասենք գեդերի շուրջ, որ իբրև թե վարչապետ Փաշինյանը հողադու է, իբրև թե թուրքական եւ ադրբեջանական շահերին կսպասարկե, ինչ էր ծեր գեցվածքը այդ արդիվ։ Դե այդ տենց ընդունված ձևակերպումներ են, ընդ որում այդ ձևակերպումները կիրառելի են եղել մեր ամբողջ պատմության ընթացքում։ Ես ըստ էության 96 թվականից շատ քաղաքական շարժումների եմ մասնակցել եւ նաեւ քաղաքացիական շարժումների եւ այս ձևակերպումները, այս խոսույթը միշտ եղել է տարբեր կողմերից։ Այն դեպքում, երբ որ դու տրամաբանորեն չես կարողանում զարգացումները բացատրես, սկսում ես վիրավորել։ Սկսում ես վիրավորել այսպիսի ձևակերպումներով։ Վարչապետ Փաշինյանը կարծում եմ իր գործով է ապացուցել նվիրվածությունը երկրին, պետությանը, ամեն կերպ, ամեն ջանք գործադրելու, որպեսզի ապահովի երկրի հարատևությունը եւ ես կարող եմ վստահորեն հիմա ասել, որ այս պահին 2026 թվականի այսօր փետրվարի 19-ն է, Հայաստանը ավելի անկախ, պետականությունը ավելի ուժեղ երբևէ չի եղել մեր ողջ պատմության ընթացքում։ Թվում է, թե նախորդ տարիներին կամ 10 տարի առաջ, 20 տարի առաջ հարաբերական անդորր կար, բայց դա թվացial էր եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որ հիմա հաստատվում է Հայաստանում, միտված է հենց դրան, որպեսզի մենք բոլոր ջանքերը գործադրենք երկրի հարատևությունը ապահովելու եւ վարչապետ Փաշինյանի բոլոր գործով եւ նրա կառավարության բոլոր գործողությունները միտված են դրան։ Այդ ձևակերպումները կարծում եմ, որ 26 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո զգալի կնվազեն, որովհետեւ նման խոսույթով հանդես եկող ուժերը շատ լուրջ խնդիրներ են ունենալու եւ նրանց մի մասը նույնիսկ չի անցնելու խորհրդարան։ Շատ կարևոր գեդմը ծեր մադը վրանտրի, որ պետք է ասել, որ լայնադարած է այն փողոքը հայրենագիցներու մոտ, որոնք գսեն ինչու այսպիսի հասարակություն թույլ տված է գեղձ ընդդիմության արգայության խորհրդարանեն ներս եւ քալիք 2026-ի այս տարվա հունիսի 7-ի համապետական ընտրություններում արդյոք ինչպիսի հնարավորություններ կան, որ հայկական պետականությունը օժտվի պետականության հավատարիմ ընդդիմությամբ եւ ոչ թե օդար երկրա կորցակալ կամ թավաջանական քիչմոփարը ծանրը օգտագործելու համար, բայց փաստորեն ժամանակը ցույց տված է,
շատերու համար, որ ներգա այսպես կոչված ընդդիմությունը գեղձ ընդդիմություն է, ինչ է ելքը 2026-ի ընդդիմություններուն ինչպիսի հնարավորություններ կան, որ իրական ռեալ պետականության հավատարիմ ընդդիմությամբ փոխարինվին այս գեղձ ընդդիմությունը։ Դե դա իշխանության որոշելիք չի, դա մեր հանրության որոշելիքն է։ Ես կարծում եմ, որ մեր հանրությունը բավարար չափով հոգնել է այդպիսի ընդդիմությունից եւ իշխանության համար էլ իրականում շատ մեծ խնդիր է ունենալ այդպիսի ոչ կոնստրուկտիվ ընդդիմություն, որովհետեւ ընդդիմությունը իշխանության մի մասն է եւ լավ ընդդիմությունը ուժեղացնում է ոչ թե իշխանությանը, այլ ուժեղացնում է պետությանը, որովհետեւ եթե ընդդիմությունը ուժեղ է եւ կոնստրուկտիվ առաջարկներ է անում, նա դրդում է իշխանությանը գործողությունների, լավ գործողությունների, ի նպաստ պետության։ Եթե այդ իշխանությունը կարողանում է այդ լավ գործողությունները անել, շանս է ստանում հաջորդ ընտրություններին նորից վերընտրվելու։ Եթե այդ ընդդիմությունը իշխանությունը ի վիճակի չէ այդ գործողությունները անելու, հաջորդ ընտրություններին իշխանության է գալիս այն ընդդիմությունը, որը այդ քայլերը առաջ է քաշում եւ իր ծրագրերը առաջ է քաշում։ Եվ փառք Աստծո, որ այս իշխանությունը ապացուցել է, որ 18 թվականից ի վեր մեզ մոտ ընտրություններ չեն կեղծվում։ Եվ հետևաբար եւ ժողովուրդը իր, այսպես ասած, վճիռը պետք է կայացնի, ով լինի իշխանություն եւ ով լինի ընդդիմություն։ 21 թվականին նույն ժողովուրդը վճռել էր, որ քաղաքացիական պայմանագիրը պետք է լինի իշխանություն եւ մյուս երկու քաղաքական ուժերը լինեն ընդդիմություն։ Հիմա վստահ եմ, որ ժողովուրդը տեսել է ընդդիմության աշխատանքն էլ, իշխանության աշխատանքն էլ եւ իր որոշումը կկայացնի հունիսի 7-ին։ Իր որոշումը նաեւ ընդդիմության մասով կկայացնի, թե ուզում է որ այս ընդդիմությունը լինի, թե այլ ընդդիմություն լինի խորհրդարանում։ Ընդդիմությունը այսօր այսպես կոչված ընդդիմությունը գտնե, որ Փաշինյանի վարչակազմը փեմատրած է Արցախի հանձնումը։ Սա կարևոր ծանր անփաստանություն մնե, թե ինչպիսի բացատրություն բարձրապանում կարող եք կատարել այդ մասին։ Դե իշխանության գործողությունները եղել են բոլորի աչքի առաջ։ Եվ առնվազն առաջին 44 օրյա պատերազմի վերաբերյալ իր կարծիքը ժողովուրդը հայտնել է 21 թվականի ընտրություններում։ Ակներև է նաև, որ այս իշխանությունը հսկայական աշխատանք է կատարել Ղարաբաղի համար։ Միայն այն ֆինանսական հատկացումները, որ եղել են մեր կառավարման տարիների, 5 տարիների ընթացքում, անգամներով ավել են եղել, քան նախորդ ուրեմն ժամանակահատվածում, այսպես ասած, Ղարաբաղյան կլանի կողմից հատկացված միջոցներից։ Եվ ամենը արել է, որպեսզի այդ հանգուցալուծումը լինի ի նպաստ Ղարաբաղի ժողովրդի։ Եվ կարծում եմ, որ այդ մեղադրանքները այսպես քաղաքական աճպարարությունների դաշտից են, որովհետև նաև պետք է ֆիքսել, որ Ղարաբաղյան հարցի հանգուցալուծումը տեղի չի ունեցել մեր իշխանության 2-3 տարիների ընթացքում։ Դա երկարատև գործընթացի հետևանք է եղել, որը ցավոք սրտի հանգուցալուծվել է 20 թվականին եւ 23 թվականին, եւ այս տրամաբանության մեջ պետք է նայել նորմալ մասնագետը, փորձագետը, քաղաքական գործիչը այդպիսի հայտարարություններ չի անի, եւ դա քաղաքական պայքարի ցավոք սրտի հնարքներից մեկն է, որ կիրառվում է, բայց կարծում եմ, որ այն ընդունելությունը նույն խաղաղության գործընթացի, որ այսօր կա մեր հասարակության կողմից, վկայում են մասին, որ հանրությունը այդպես չի մտածում, եւ հանրությունը իր վճիռը նաեւ կայացրել է եւ ելի եմ ասում հունիսի 7-ի ընտրություններով մենք կտեսնենք դրա արդյունքը։ Իսկ ինչ կվերապերի
աբուրնի յուրացումներու մասին բռնականցման օրենքի գիրառման բազմաթիվ հայրենագիցներ, սրդացավ հայրենագիցներ հուսախաբություն կհայտնեն, թե բռնականցման օրենքը լիագադար գերբով չէ կործած եւ գագնկալեն, որ առաքնթաց գերբով այդ միլիարդավոր դոլարներու թալանը, որ գազմագերված էին հատկապես երկրորդ եւ երրորդ նախագահներու Օրոք Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք արդյոք ինչ պետք է կատարվի, որ այդ օրենքը լիակատար գերբով եւ ամբողջական գերբով ասենք արդարացնե իր գոյությունը։ Եկեք մի քիչ ավելի երկար պատասխանեմ այս հարցին, որ պարզ լինի այն տրամաբանությունը, որով զարգանում է գործընթացը։ 18 թվականին մայիսին տեղի ունեցավ հեղափոխությունը։ Եվ 18 թվականի մայիսին մեր իշխանությունը կարող էր եւ ի վիճակի էր ամբողջ այդ գույքը վերցնել այդ մարդկանցից, ում դուք ի նկատի ունեք։ Բայց դա կլիներ չափազանց վտանգավոր գործընթաց Հայաստանի Հանրապետության համար, որովհետև նման գործընթացները, եթե դու կառուցում ես իրավական պետություն, պետք է տեղի ունենան իրավական գործընթացների շրջանակներում։ Դրա համար պետք է ձևավորվեին ինստիտուտներ, փոխվեին օրենքներ։ Եվ ես ձեզ կարող եմ ասել, որ հիմա մենք գնացինք այդ իրավական ճանապարհով, բարդ, երկարատև, որոշ դեպքերում հապաղումներով։ Բայց ես կարող եմ ասել, որ այդ օրենքը լիարժեք հիմա աշխատում է, այդ ինստիտուտները լիարժեք ձևավորված են։ Եվ կարող է մեր հայրենակիցներից քչերը գիտեն, բայց այսօր դատարաններում իրավապահ համակարգի կողմից հայցերի փաթեթը կազմում է մոտ 1.5 միլիարդ դոլար։ Մենք դրա մի մասը արդեն վերադարձրել ենք, վարչապետ Փաշինյանը իր Facebook-յան էջում պարբերաբար հատիկ առ հատիկ հեշթեգով խորագրի ներքո ներկայացնում է հետ բերվող հողերը, դրանք երբեմն հողերը եւ գույքերը եւ ունեցվածքը, բայց այստեղ շատ կարեւոր է, որ եթե 18-ին մենք այդ գործընթացով վերցնում ենք, հիմա այս ամբողջը իրավական հստակ ձևակերպումներով եւ օրենքի շրջանակներով վերադարձվում է պետությանը։ Եվ դրանք երբեմն մի քանի 100,000 դրամանոց, մինչև մի քանի միլիարդ եւ տասնյակ միլիարդների գին ունեցող գույքեր են։ Եվ հիմա, երբ որ այս գործընթացները ավելի արագանան, մենք տեսնենք մի քանի 100 միլիոնի, 1.5 միլիարդի վերադարձվող գույք։ Եւ դա իհարկե պետք է ծառայի պետությանը։ Եվ հիմա նույն գործընթացները նաև շարունակվում են։ Այն մարդիկ, ովքեր ենթադրվում է, որ ունեն ապօրինի գույք, իրականում իրանց կառավարման տարիներին բավականին հմտորեն փորձել են թաքցնել այդ գույքերը։ Եվ իրավապահ համակարգի համար ոչ անհնարին, բայց բավականին դժվար է հայտնաբերել, թե դրանք որտեղ են, որովհետև նրանք նաև այդ գումարները դուրս են բերել այլ երկրներ եւ դրանք շատ բավականին բարդ եւ երկարատև գործընթացներ է միջազգային գործընկերների, այլ երկրների իրավապահների հետ համագործակցությամբ հայտնաբերել դրանք եւ վերադարձնել։ Օրինակ մի գործ կար Միացյալ Նահանգների հետ կապված, որ գույք էր մեծ գումարով գնվել Միացյալ Նահանգների տարածքում եւ համագործակցությամբ Միացյալ Նահանգների իրավապահների հետ այդ գույքի ստացված վաճառքի ստացված գումարը պետք է վերադարձվի Հայաստանի հանրին եւ այդպես շարունակ։ Եվ ես ուզում եմ, որպեսզի մենք այո ունենանք ակնկալիք, բայց լինենք համբերատար այդ գործում, որպեսզի ամեն ինչ լինի իրավական գործընթացների շրջանակներում։ Այլ բոլոր գործընթացները, այսպես ասած խլոցիները, թեկուզ լինի դա պետության կողմից, շատ վատ տեղ կտանի մեր պետությանը։ Եվ ամեն իշխանափոխությունից հետո մենք կունենանք այդպիսի խլոցիներ։
Սա սխալ գործընթաց է եւ հետո հաջորդը այս ինստիտուտները, որ զարգանում են, իրենք չեն գործելու միայն մինչև 18 թվականը տեղի ունեցող պաշտոնյաների հետ կապված։ Դրանք 18 թվականից հետո էլ աշխատած պաշտոնյաներին պետք է ստուգեն։ Եվ ես չեմ բացառում, թեպետ այդ թիվը կարող է վստահ եմ, որ շատ քիչ է, եւ ես չեմ բացառում, որ 18 թվականից հետո էլ լինեն իրավիճակներ, երբ որոշ պաշտոնյաներ, թեկուզ փոքր թվով, բայց ապօրինի հարստացած լինեն։ Եվ այս ինստիտուտները պետք է աշխատեն նաև նրանց համար։ Եվ հետևաբար այս գործընթացները, որը մենք անում ենք, մենք չենք անում մեր համար, մեր իշխանության համար, որովհետև եթե միայն մեր իշխանության համար անելուց լինեինք, կանեինք այդ ամեն ինչ 18 թվականի մայիս-հունիսին եւ կավարտեինք դրանով։ Մենք անում ենք հետագա սերունդների համար, հետագա տարիների համար, որ այս ինստիտուտները մահակի նման բոլոր պաշտոնյաների վրա կախված լինեն եւ յուրաքանչյուրին ասեն, որ ապօրինի հարստացման դեպքում դու պատժվել ես այս օրենքով եւ այս ինստիտուտի կողմից։ Թրամփ եւ սա կներեք, այո, ապացուցում է այս ամբողջը, որ մենք որևէ մտավախություն չունենք մեր իշխանությունը, որ նման գործընթացներ մեր նկատմամբ կլինի, որովհետեւ մենք չունենք այն բարքերը, որ եղել են մինչև 18 թվականը, ել եմ ասում, այլ օղակների որոշ պաշտոնյաների դեպքում կարող են նման գործեր հարցրեն, բայց ընդհանուր առմամբ մեր իշխանությունը այդ խնդրը չունի։ Ըստ երևույթին սա կարևոր քայլ մնե թեպի քրեա օլիգարխիկ մշակույթի վերացման։ Ինչ է ծեր գարջ պատասխանը Նախկին քրեա օլիգարխիկ համակարգի, որովհետև հիմա քրեա օլիգարխիկ համակարգ չունի։ Դրա ողնաշարը ջախջախվել է 18 թվականին եւ կոտրվել է։ Առանձին կղզյակներ, առանձին հատվածներ, այո, գոյություն ունեն, բայց մենք էլի պետքա գնանք այդ իրավական գործընթացով։ Իսկ ինչ կվերապերի օգոստոսի 8-ի Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Հայաստանի Հանրապետության միջև շարք պայմանագիրներու վերապերյալ եւ հատկապես երյակ համացանությունը, նախահամացանությունը, որ կվերապերի Trump Route for International Peace and Prosperity, Թրամփի ճանապարհը միջազգային խաղաղության եւ փառքավաճման։ Այդ ճանապարհի վերաբերյալ համաձայնագիրը չի վերաբերվում որևէ երրորդ երկրի։ Դա երկու երկրների միջև ստորագրված համաձայնագիր է եւ վերաբերում է բացառապես Հայաստանի Հանրապետությանը եւ Միացյալ Նահանգներին։ Այսինքն Ադրբեջանը ոչ մեկ մասնաբաժին չունի։ Ոչ մի մասնակցություն չունի, որևէ երրորդ երկիր այս ծրագրի մեջ մասնակցություն չունի։ Դա բացառապես երկու երկրների միջև իրականացվող ծրագիր է, իրականացում է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ օրենքների շրջանակներում եւ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, պարզապես համատեղ իրականացվող ծրագիր է, այնպես ինչպես շատ երկրներում իրականացվում է։ Իսկ ինչու ընդդիմությունը գբնթե համառ գերբով գբնթե, որ թրիփը Զանգեզուրյան միջանցքի այդ վտանգը ստեղծած է հայկական պետականության հողային ամբողջականության եւ սուվերենության հանդեպ։ Ընդդիմությունը այլ ասելիք չունի։ Այդ պատճառով իրենք մանտրայի նման դա անընդհատ պետք է կրկնեն, որպեսզի մոլորության մեջ փորձեն գցեն մեր հանրությանը։ Բայց ես կարծում եմ, որ մեր հանրությունը բավականաչափ արդեն դիմադրողականություն ունի այդպիսի ապատեղեկատվության նկատմամբ, որովհետև նույն ընդդիմությունը տարիներ շարունակ աղաղակում էր, որ խաղաղության համաձայնագիրը ամենաաննպաստն է Հայաստանի Հանրապետության համար։ Ինչքան վատ բան կա գրված է այդ համաձայնագրի մեջ, եւ այդ համաձայնագիրը հանգարց հրապարակվեց եւ ակնհայտ էր, որ որևէ անբարենպաստ կետ այդ համաձայնագրում չկար։ Նույն ընդդիմությունը տարիներ շարունակ թրիփի վերաբերյալ
եւ այդ համաձայնությունների վերաբերյալ ասում էր, որ սա միջանցք է։ Բացում ենք փաստաթուղթը, ընդ որում փաստաթղթերը, համաձայնագրերը, հայտարարությունները եւ դրա որևէ նշույլ չկա այստեղ։ Եվ իհարկե նրանք պետք է կամ լռեն, կամ ասեն, որ մենք սխալ ենք եւ իշխանությունը ճիշտ է, կամ շարունակեն մոլորեցնել հանրությանը։ Իսկ ինչ կվերապերի հեցի հայ էլեկտրացանցի հետ կապված միջազգային արբիտրաժի թադարանեն ներս, ինչպիսի բայկար մղեցին հին ռեժիմականների եւ հատկապես Դաշիր Սամոյի գոմնագիցները եւ ինչ է արդյունքը։ Դե այդ գործընթացը ընթացքում է եւ իրավական առումով հիմա կդժվարանամ ասել, թե այս պահին ինչ իրավիճակ է, բայց ակնհայտ է մեզ համար, որ այն որոշումը, որ կայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեցի հետ կապված միանգամայն ճիշտ է, որովհետև բացահայտվել են բազմաթիվ աղաղակող խախտումներ, հավելագրումներից սկսած միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր եւ 100 միլիոնավոր դրամների հասնող գույքի օգտագործման հետ կապված արձանագրվել է, որ օրինակ պետությանը պատկանող գույքը, որը ուրեմն կառավարման էր հանձնված հեցին գրավադրվել է եւ այդ գումարները հատկացվել են այլ ընկերությունների, ել չասեմ մանր մունր խուլիգանական քայլեր, որ իրականացվել են հեցի ներսում, մի տարածքը շատ ցածր գներով վարձակալության է տրվել իրանց հետ աֆիլիացված ընկերություններին, բայց իրանք տարածքի կարիք են ունեցել եւ գնացել են տասնյակ միլիոններով ուրիշ տեղից են վարձակալել եւ սրանք բոլոր այն մարդիկ են ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի կողմնակիցներ եւ մարդիկ, որոնք ասում են, որ իրենք պատրաստ են 1 դրամով աշխատել։ Իսկ ինչ կվերապերի այն փաստի մասին, որ ընդդիմությունը անընդհատ կբնթե, որ Հայաստանի Հանրապետությունը իր դնդեսությունը գսենք օդարի վերահսկողության ներքո գտնե։ Ինչ կսեիք այդ մասին։ Շատ ծիծաղելի պնդում է, որովհետև այս կառավարությունը այս տարիներին ամեն ինչ արել է, որպեսզի ընդհակառակը գույք հետ բերի եւ հանձնի ժողովրդին։ Եվ դրանք բազմաթիվ օրինակներ են եւ բոլոր համաձայնագրերն ու պայմանագրերը, որոնք կնքվում են ներդրումային հետ կապված ծրագրերի հետ կապված, արվում են բացառապես նպաստ ժողովրդի եւ պետության։ Եվ եթե այդպիսի մտադրություններ լիներ, առնվազն իշխանական վերնախավի շատ ներկայացուցիչներ, փայեր, մասնաբաժիններ եւ բիզնեսներ կունենային, ինչը այդպես չէ, եւ բոլոր այդ մարդիկ, ովքեր նման որոշումներ են կայացնում, աշխատում են բացառապես իրենց աշխատավարձով, այն աշխատավարձը, որ պետությունը տալիս է պաշտոնյային, որպեսզի ի նպաստ պետության եւ հանրության որոշումներ կայացվեն։ Ընդդիմությունը իր թալանած փողերով բազմաթիվ շատ սրտացավ հայեր կսեն double whammy, այսինքն գրտնագի հարվածի տակ գտնեն հայ հասարակությունը, Հայաստանի հասարակությունը, երբ իրենք կֆինանսավորեն լրատվամիջոցներ, որոնք ավելի վարձկան զինվորներ են, քան թե լրագրողներ, իսկական ժուրնալիստներ։ Ինչն է լուծումը, որովհետեւ լրատվական դաշտը մաքրվի Հայաստանի Հանրապետության ներս։ Մենք բոլորս գիտենք, մինչև 18 թվականի լրատվական դաշտը ինչ վիճակում էր։ Ըստ էության բոլոր ազատությունները կամ ազատությունների մեծ մասը սահմանափակված էր, կար
շատ քիչ թվով անկախ լրատվամիջոցներ, դրանք հիմնականում թերթերի տեսքով էին, հեռուստաալիքները փակ էին ընդդիմադիր եւ դրանից հետո այս կառավարությունը այնպիսի գործողություններ արեց, որ խոսքի ազատությունը աննախադեպ բարձր մակարդակի բարձրացավ, նույնիսկ համապատասխան ինդեքսներով Հայաստանում խոսքի ազատությունը շատ ավելի բարձր է եւ Հայաստանը շատ ավելի բարձր տեղերում է, քան եվրոպական որոշ երկրներ եւ արևմտյան որոշ երկրներ եւ արևմտյան շատ երկրներ։ Եվ հիմա մենք ամեն քայլ անելիս, այդ թվում նաեւ դաշտը կարգավորելու, այնպես ենք փորձում անել, որպեսզի որևէ կերպ չվնասենք խոսքի ազատությանը։ Սա շատ բարդ գործընթաց է։ Իհարկե, այդ ազատությունը շատ լրատվամիջոցներ, որոնք պատկանել են նախկին իշխանություններին, եւ շատ լրագրողներ, եւ շատ խմբագիրներ ընկալեցին որպես սանձարձակություն։ Իհարկե, այսօր տարբեր փորձագիտական շրջանակների կառավարության մեջ քննարկումներ կա, թե ինչ կարգավորումներ մտցնել, մասնավորապես պարզելու համար, թե ինչ ֆինանսական աղբյուրներ ունեն այդ լրատվամիջոցները, ում կողմից են ֆինանսավորվում, արդյոք դրանց մեծ մասը հայտնի նախկին օլիգարխների կողմից չեն, նախկին, այսպես, ապօրինի գույքով անցնող նախկին պաշտոնյաների գրպանից չեն, բայց էլի այս քայլերը անելիս մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի չվնասենք այդ համակարգին, բայց նաև այո, իրավացի է մեր հանրությունը, որ այստեղ կարգավորումներ պետք են, որովհետև նրանք մշտապես փորձում են լարվածության մեջ պահել հանրությանը, բայց մենք կառավարությունի նկատի ունեմ եւ հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրենք այդ երևույթների դեմն առնելու, միաժամանակ խոսքի ազատությունը որևէ ձևով չվտանգելու համար։ Երեք հանդիպման ժամանակ դուք բարձրացնեցիք հայրենաթարցության մասին։ Վստահ եմ, որ գարկմը ընթեմատիրներ բիդեսեն դա նախընտրական պրոպագանդա է, բայց պետք է նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը հատկապես երկրորդ եւ երրորդ նախագահներու օրոք հայտնված էր ներքին բլոկադայի տակ, ներքին շրջապատի, այսինքն սեփական մարդ քաղաքացին սեփական երթիկի տակ արդեն դարձած էր տնտեսական փախստական։ Ինչպիսի կորձնական քայլեր գարաչարիք, որբեսի հայրենաթարցությունը իսկական քայլերով, ռեալ գերբով առաջ երթա։ Նախկինում հայրենադարձություն եզրույթը եղել է կենացների մակարդակի։ Կենացներ, որովհետև եթե դու երկրում հաստատել ես քրեա օլիգարխիկ համակարգ, որտեղ չկա արդարություն, որտեղ դու ամեն պահի կարող ես մտնել որևէ բիզնեսի տարածք եւ ասել կեսը իմն է, որտեղ քո երեխային դպրոց ուղարկելիս դու երկու անգամ ավելի ես մտածում, արդյոք ուղարկեմ են դասարան, որտեղ որևէ օլիգարխի երեխա կա, որտեղ այդ երեխային հետագայում կարող է վտանգ սպառնալ, երբ դու գնում ես որևէ ռեստորան կամ որևէ օբյեկտ եւ նայում ես արդյոք այդտեղ կան օլիգարխների եւ պաշտոնյաների թիկնեղ ուրեմն շքախմբեր, որոնք կարող են քո առողջությունը վնասել, ինչպես օրինակ Պողոս Պողոսյանի դեպքում Պապլավոկում եւ այլն, այդ ժամանակ տեղի ունենում հսկայական արտագաղթ եւ դրանք մեծ թվեր էին։ Արտագաղթ տեղի ունենում նաեւ մեր կառավարման տարիներին է տեղի ունեցել, չնայած այս երևույթները վերացած էին, բայց տեղի ունենում այն պատճառով, որ չկար խաղաղություն։ Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով եկեք մարդկանց որոշումները չքննարկենք կամ չքննադատենք, մարդիկ լքում էին Հայաստանը, որովհետև չկար խաղաղություն։ Եվ հիմա 2010 թվականից ի վեր, երբ որ դիտարկումներ են արվում
եւ հաշվարկներ են արվում Հայաստանի քաղաքացիների մասով, որոնք լքում են կամ ժամանում են Հայաստան, առաջին անգամ պատմության մեջ մենք նախորդ տարի ունեցել ենք ներգաղթ։ Առաջին անգամ պատմության մեջ մոտ 8 կամ 9000 մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի վերադարձել է Հայաստանի Հանրապետություն։ Եվ երբ որ ընդդիմությունը ասում է սա կամ մեր քննադատները սա նախընտրական քարոզչություն է, սա նախընտրական քարոզչություն չէ, 4 թվեր են։ Եթե կարողանում եք նախընտրական քարոզչություն անել, դուք էլ ձեր ժամանակ ներկայացնեք դա։ Չեք կարող, որովհետև այդ թվերը միայն մինուս թվով են եղել, այսինքն ավելի շատ մարդ լքել է Հայաստանի Հանրապետությունը, քան վերադարձել է։ Հիմա մենք ունենք դրական սալդո։ Եվ սա մեր քաղաքականությունների արդյունքն է։ Մենք չենք կարող ասել, որ ամբողջությամբ վերացրել ենք անարդարությունը կամ խնդիրները բոլոր վերացրել ենք, բայց մենք հաստատել ենք խաղաղություն, Հայաստանում հիմնականում արդարությունը հաստատված է, իհարկե կան առանձին հարցեր, որոնք դեռ կարգավորման կարիք ունեն, եւ 8 տարիների ընթացքում ամբողջությամբ բոլոր հարցերը չես կարող լուծել, բայց մենք ունենք ներգաղթ եւ մենք վստահ ենք, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո այնպիսի իրավիճակ կստեղծվի, որ այդ ներգաղթը ել ավելի կմեծանա։ Իմ հանդիպումների ժամանակ Լոս Անջելեսում շատ-շատերը ասում են, որ իրանք սպասում են հունիսի 7-ի ընտրություններին։ Եվ եթե այս կառավարությունը շարունակի ուրեմն պաշտոնավարել, ապա իրենք պատրաստում են հսկայական ներդրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում եւ քիչ առաջ ես բիզնես ներկայացուցիչների հետ էի հանդիպում, նրանց մի քանիսն էլ ասացին, որ իրենք պատրաստվում են ընտանիքներով վերադառնալ Հայաստան։ Եվ դա անելու են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։ Բիլի չզարմանայի։ Ընդդիմությունը նաև գսիրե ներկա ներեկեղեցական քերխնդիրը որ գա եւ գսիրեն այնպես մփնութակրել, որ իբրև թե բեդություն ընդեմ եկեղեցի։ Ինչ կսեիք այդ մասին։ Դե սրան շատ են կանրադարձել, որևէ հակամարտություն չկա եկեղեցու եւ կառավարության միջև։ Մենք բոլորս հierarchical եկեղեցում մեզան շատերը մկրտված եկեղեցու հետևորդ ենք։ Եկեղեցու կանոններն ու Սուրբ Գիրքը երբեմն շատ ավելի լավ գիտենք, քան Կտրիչ Ներսիսյանին շրջապատող որոշ հոգեվորականներ։ Եվ այստեղ խնդիրը այսպես ասած հոգևոր դաշտում է ավելի շատ եւ բարոյական դաշտում է, քան այլ դաշտում։ Եվ իրական Հայաստանը, որ այսօր կառուցվում է եւ դա փաստ է, չի կարող գոյություն ունենալ այնպիսի եկեղեցով, որտեղ եկեղեցական վերնախավը ընկղմված է անբարոյականության մեջ։ Եվ ես այդ խոսքերը միշտ մեջ բերում եմ, պարզապես Հակոբ Մովսեսի խոսքերն են, ի տարբերություն ասում է եկեղեցու, որը չի ուզում ունենալ պետություն, պետությունը ուզում է ունենալ եկեղեցի։ Եվ մեր գործողությունները այս տրամաբանության մեջ են։ Սիրուն խոսք է։ Դուք գոմեք, որ Բոլեժենյան, որ ռուսական, ցարական Ռուսաստանի ժամանակներն սկսած միջև այսօր թշպախտապար բռնազավթած է Հայաստանից արաքելական եկեղեցին նախկին սովետի դարածքին եւ հատկապես Հայաստանեն ներս, այսինքն ի հագապատկեր ազատ աշխարհի մեջ կորձող թեմերու Հայաստանեն ներս թեմակալ առաջնորդները կնշանակվին օրվան ասենք Սուրբ Աթոռը սպաղեցնող կաթողիկոսի կողմէ իսկ ազատ աշխարհի մեջ ժողովուրդը որ մաս կգազմի Հայաստանից արաքելական եկեղեցու ժողովուրդն է որ գնդրե թեմակալ առաջնորդը դուք համաձայն եք որ Բոլոժենյան վերացվի եւ ժողովրդավարությունը վերահաստատվի Հայաստանի թեմերեն ներս։ Դե սրան շատ են կանրադարձել, որևէ հակամարտություն չկա եկեղեցու եւ կառավարության միջև։ Մենք բոլորս
Ես կարծում եմ, որ բոլոր այս գործընթացները եւ բարեփոխումները պետք է քննարկվեն Կտրիչ Ներսյանի հեռանալուց հետո։ Այո, այստեղ կան լուրջ խնդիրներ, ես ինքս ուսումնասիրել եմ, բայց դրանք այդ գործընթացին պետք է հաջորդեն եւ եկեղեցականները եւ աշխարհիկները, որոնք եկեղեցական ժողովի մաս են կազմում, պետք է քննարկեն եւ ընդունեն բարեփոխումների են փաթեթները, որոնք կդրվեն սեղանին։ Եվ այդ տրամաբանության մեջ էս հարցերը պետք է լուծվեն, կվերաբերեն դրանք պոլոժենիային, թե այլ փաստաթղթերի, այլ երկ ես եւ այլ տրամաբանություն չեմ տեսնում։ Վերջին հարցում։ Խնդրեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու փոխնախագահ J.D. Vance այցելեց եւ հadoop առաքելությամբ եկավ եւ մեր հերոստատիտողները բավականին իրազեկված են այդ մասին։ Ինչ հերանգար կբարձվի մեր առաջ J.D. Vance-ի առաքելությամբ։ Մինչև J.D. Vance-ի այցի արդյունքների մասին խոսելը մի դիտարկում է ուզում անել մեր հերոստատիտողներին։ Երևանից էլ ես դա տեսնում, բայց այստեղ ավելի ակներև դարձավ, որ այստեղ ապրող հայրը չգիտես ինչու այս երկրի փոխնախագահի այցը քննադատում էին։ Սա գարկմա հայերը ոչ թե բոլորը։ Ծիծաղելի կլիներ մի մասը, մի խումբ կա, որ սա ծիծաղելի կլիներ, եթե այդքան լավ։ Եվ հետաքրքրական է, որ այս մարդիկը Ամերիկայի բարիքը գվայելեն եւ Ռուսաստանին երաժշտությամբ կբարեն։ Այո, իրենց երեխաները գնում են հանրային դպրոցներ, դրա համար վճարում է ամերիկյան հարկատուն, որ ընտրել է J.D. Vance-ին։ Իրենք չեն աշխատում, պորտաբույծությամբ են զբաղվում մի մասը։ Վճարում է ամերիկյան հարկատուն, նաև մեր հայրենակիցները, որոնք աշխատում են մեծամասամբ։ Այդ հարկերից գնում է իրենց, այս մարդիկ ընտրել են J.D. Vance-ին, նախագահ Թրամփին, բայց քննադատում են J.D. Vance-ի այցը։ Սա շատ տարօրինակ է եւ կարծում եմ գնահատականի պետք է արժանանա։ Ինչ վերաբերում է J.D. Vance-ի այցին, այն շատ դրական է, որովհետև այդ այցի արդյունքում արձանագրվել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանին այնպիսի տեխնոլոգիաներ են փոխանցում եւ այնպիսի ներդրումներ են անում, որը չեն անում են շատ քիչ երկրներում, մեկ ձեռքի մատների վրա հաշված երկրներում, տեխնոլոգիաների առումով։ Եվ սա ինչի մասին է վկայում, եթե այլ որևէ բան չանի Միացյալ Նահանգները Հայաստանի հետ հարաբերություններում, սա վկայում է այն մասին, որ Հայաստանին նկատմամբ Միացյալ Նահանգների գործող ադմինիստրացիայի կողմից կա չափազանց մեծ վստահություն, որովհետև Միացյալ Նահանգները չեն փոխանցի այդ տեխնոլոգիաները մի երկրի, որ վստահ չլինեին, որ այդ տեխնոլոգիաները չեն փոխանցվի երրորդ երկրների։ Nvidia-ի պես ընկերությունը, որ աշխարհի թիվ 1 ընկերությունն է, տեխնոլոգիապես զարգացած ընկերությունը, հսկայական մինչև 4 միլիարդ դոլարի ներդրում է անում։ Ախր սրանք փաստեր են, որի դեմ որևէ հակափաստարկ չի կարող աշխատել։ Եվ ես չեմ ուզում, որ այս տրամաբանության մեջ մենք որևէ մտածածին քննադատություններ մեկնաբանենք, այլ խոսենք սրա արդյունքների մասին, եւ արդյունքները կլինեն։ Սա նաեւ ստիպելու է, որ շատ այլ երկրներ Հայաստանին այլ աչքով նայեն։ Ասեն, որ Միացյալ Նահանգների պես երկիրը այսպիսի վստահություն ունի Հայաստանի նկատմամբ, նրա տնտեսության նկատմամբ, որովհետեւ եթե այդ տնտեսության մեջ կարգավորումները լավը չլինեին, Միացյալ Նահանգներից գումարներ չէին գա այդ տնտեսության մեջ, որովհետև բիզնեսը ամեն դեպքում իր փողի տերն է եւ պետք է վստահ լինի, որ այդ փողը աշխատելու է այդտեղ եւ իրենից չեն գողանալու։ Եվ մյուս երկրները տեսնելով սա, վստահաբար առաջիկայում
մենք այլ երկրների հետ նաև ներդրումային ծրագրեր կիրականացնենք, որովհետև նրանք են գալու Հայաստան տեսնելով, որ Միացյալ Նահանգների պես պետությունը ներդրումներ է կատարում Հայաստանում։ Շնորհակալություն Ես պարոն եմ Հարությունյան, մեր սրտացավ ամերիկահայերու եւ ընդհանրապես արտերկրի հայության փախցանքն է, առաջադրանքն է, որ Հայաստան պետությունը լա անսահմանափակ հնարավորություններու երկիր։ Դե այդ մի քիչ դժվար է, որովհետև իմ կարծիքով աշխարհում չկա երկիր, նույնիսկ Միացյալ Նահանգները չի անսահմանափակ հնարավորություններ։ Բոլորի հնարավորությունները այս կամ այն չափով սահմանափակված են։ Այո, բայց պետք է դեսլագանով առաջնորդվենք եւ աշխատասիրությամբ։ Մենք պետք է ձգտենք նրան, որ Հայաստանը լինի հնարավորությունների երկիր։ Եվ բավականին շատ հնարավորություններ ստեղծված են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ երբ որ շատ խոսում են հայրենադարձությունից կամ տարբեր ծրագրերից, հայրենադարձության ծրագիրը պետականություն, ինքնիշխանություն ունեցող Հայաստանի Հանրապետությունն է։ Հայրենադարձության ծրագիրը խաղաղ Հայաստանն է։ Հայրենադարձության ծրագիրը անվտանգ Հայաստանն է։ Սա ենք մենք առաջարկում մեր հայրենակիցներին եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս։ Մնացած բոլոր ծրագրերը կենացների մակարդակի են։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի այն ձգողական կետը, հանգրվանը բոլոր հայության համար, լինեն նրանք Հայաստանի Հանրապետության ներսում, թե Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։